Անուն հոր և որդվո և ոգվույն սրբո, ամեն։ Եվ առաքյալները վախնալով օրվա իշխանություններեն համախմբված էին վերնադան մեջ փակ դռներու ետև։ Հանգարց Հիսուս հայտնվեցավ իրենց և սավ մի վախնակ, ես եմ։ Այսօր սիրելի հավատացյալներ, մեր եկեղեցին կդոնախմբե երկու հիշադակություն։ Առաջինը նոր գիրագի է, իսկ երկրորդը գրկնազադիկ։ Այսինքն, այս գիրագին համազոր է անցյալ գիրագի զադիկ օրվան, որովհետև այսօր մեծ հայտնությունը դեղի կունենա առաքյալներու կյանքին մեջ։ Եթե Հովաննու ավետարանի 20-րդ և Ղուգասու ավետարանի 24-րդ գլուխներուն ագնարկ մնետենք, հոմ պիտի տեսնենք հետևյալը։ Ավետարանիչները գսեն, առաքյալները վախնալով օրվա պարիսեցիներեն, հրյաներեն, ղեկավարներեն հավաքված էին վերնադան մեջ, փակ դռներու ետև և կսպասեին։ Հանգարց այդ փակ դռներու ետևեն Հիսուս կհայտնվի և իրենց կսե ողջույն ձեզ։ Իմ խաղաղությունս կուտամ ձեզի, Սուրբ Հոգին կուտամ ձեզի։ Իմ խաղաղությունս դարբեր է, որովհետև երկինքեն կուկա, ոչ թե աշխարհիկ խաղաղության պես, որ համացայնության արդյունքն է, ինչպես որ այսօր մենք կտեսնենք միջին արևելքի մեջ բادرազմներ, քանդումներ, ավերումներ, զոհեր, նահատակներ, փլատակներ, որբեր, այրիներ եւ հանգարց գանտրատարնան, որ պետք է խաղաղության մասին համացայնությունը գնքել։ Անոնք, որովհետև ավետարանին ծանոթ չեն, անոնք, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսը չեն ջանցած, մեր Տերը ինչ կսե, հագարագործիդ հետ նախքան թադարան երթալը հաշտվիր, որովհետև երբ թադարան երթաս, քու ձեռքդ կացած գլա, թե իրավունքդ և թե թադդ, որովհետև թադավորը պիտի բռնե քեզ և երկուքը տալ պիտի պատժե, չգարձեք, որ հաղթող կամ բարդվող գլա թադարաններու մեջ, երկու կողմերն ալ արդեն բարդված են, որովհետև անհամացայնության պատճառով հասած են թադարան։ Ուրեմն առաքյալներու վիճակը այս էր, վախի աստեցության տակ կսե, գեցած էին դռներու, փակ դռներու ետև, և Հիսուս եկավ, բացավ դուռը, խորքին մեջ Հիսուս անոնց հոգիի դռները բացավ, որովհետև ֆիզիկական դուռը, որ փակված է դիմացդ, արգելքը չէ, որ դուն ազատ հոգի ունենաս, որ դուն ազատ մտածում ունենաս, որ դուն ազատ տրիչք ունենաս, այլ փակված հոգիի դռներու մեջ ապրող մարդիկն են, որ ազատազրկված են, կյանքի իրականություն են։ Առաքյալները նույն վիճակի մեջ էին։ Անոնք ականատես եղան, թե ինչպես Հիսուս ձերբակալվեցավ, խաչվեցավ, տաղվեցավ և ապա օրը տեսան, որ գերեզմանը բարապ է, թափուր է։
բայց անոնց մեջ վախ մգար եւ այդ վախը բաժար դարձած էր, որ իրենց սրդի, հոգիի եւ մտքի դռները փակվին։ Ճիշտ այդ պատճառով Հիսուս հարութենեն յետք մնաց երկրի վրա 40 օրեր, որովհետեւ առաքյալները իրենց հոգի դռները փանան եւ իրենց վստահված բարդականությունը եւ գործունեությունը շարունակեն։ Եվ առաքյալներուն վիճակը կտեսնենք, ավետարանները մատնանշեցի, Ղուկաս 24, Հովհաննես 20, գարտացեք եւ տեսեք, առաքյալները ցիրուցան էին, մեկ մասը Էմմաուսի ջամփան բռնած գերտար, Պետրոս առաքյալ վազ անցած էր ասկորձեն, Ետ ցգնորսության կացեր էր, իր նախքին Բաշտոնյաները հավաքած, նավը արած եւ սկսած էր որսորդության, հանգարց Հիսուս հայտնվեցավ նաեւ Պետրոսին, 3 անգամ ուրացած Պետրոսին, 3 անգամ հաստատեց իր բաշտոնին վրա, ըսավ Սիմոն Հովնանի որդի, որ Պետրոսն է, գսիրես զիս, այո դեր, գսիրեմ, սավ կնա կարնուկներս արած է, գրգին Սիմոն Հովնանի որդի, գսիրես զիս, այո դեր, գսիրեմ, տուն ալքիդես, որ ես կեզ գսիրեմ, կնա ոչխարներս արած է, երորդ անգամ չեր պացված դագավին Պետրոսի հոգիի տրները, երորդ անգամ կնաց և ըսավ, Պետրոս, Սիմոն, Հովնանի որդի, գսիրես զիս, զայրացավ Պետրոս, արդեն քիչմը ըմպոստ նգարակիր ուներ, քիչմը չղային էր, ամեն բանի կչղային հնար, գբորարու գանչեր, սավ դեր, տուն կիդես, որ ես կեզի գսիրեմ, լավ ըսավ, կնա գործըտ շարունակ է, ես կեզ մարդու որսորդ միտի գարկեմ, կնա, բժշկե, մարդիկը թարցի պեր, աշագերդացուր կեզի և իմ խոսքերս շարունակ է, երորդ անգամ Պետրոսի հոգիի տրները պացվեցավ, մենք կտեսնենք այլ աշագերդմը, Թովմաս, որ երկվորյակ կգոչվեր նաև, բացագայ էր առաջին հայտնության, ըսին դերի եկավ, սավ չեմ հավատար, մինչև աչկերոս չտեսնեմ անոր քամի դեղերը և գողի կեղարտի մխրջված դեղը, Հիսուս դարձյալ եկավ, սավ Թոմաս Եգուր, Թոմաս դեղյակ չեր և զարմացավ, թե Հիսուս ուրգե կիդե, որ ինք ուզեր պաստ շոշապելի, սավ Եգուր նայր, դեր իմ և աստված իմ ըսավ, պացվեցավ Թոմասի ալ հոգիի տրները, ձունգի եկավ և ներողություն խնդրեց Քրիստոս է, Քրիստոս ըսավ անոր այո Թոմաս, տուն դեսար և հավատացիր, բայց միդիսեմ ես երանի անոնց, որոնք առանց դեսնելու միդի հավատան, հոս մենք պաղագակից պետք է պանանք, որբեսի սխալ պան չնենք, այո առանց դեսնելու հավատալը լավ է, բայց առանց հասկնալու չենք կրնար հավատալ, եթե առանց հասկնալու հավատանք, միջին արևելքը ցերտիմացն է այդ հագագրոնական մարդիկը, դաեշները, չեմ ինչերը, անվանումները երկար են, որոնք իրենց գրոնքը առանց հասկնալու իջած են հրաբարակ։ Մարդիկ կսպանեն Աստուծո անունով, մարդիկ գահապեգեն Աստուծո անունով, կանտում, ամեն ինչ դեղի ունենա Աստծո անունով, միշտեր Աստված այդ կուզե, պատասխանը ոչ է, Աստված խաղաղություն կուզե մարդոց մեջ, բայց սատանան գուկա այդ խաղաղությունը խանգարելու, ինչու կխանգարե մեր խաղաղությունը, որովհետև մեր հոգիներու
եւ մտքերու տրները փագեն։ Ավետարանի մեջ Հիսուս քանի անգամ գիշեցնե, երբ խոսքը գսե, անոր գշարունակե անորական ճունի թող լսե։ Ազ գեղևին համար չէ ագանչին, ոչ ալ արդակին դեսքին համար է, այլ հոգի ագանչին համար գագնարգե Հիսուս, հոգի տրներուն համար գագնարգե Հիսուս, եւ իր վերաթարցովը հարութենեն ետք Հիսուս կփորձե իր առաքյալները արտնցնել, տմպիրեն եւ ատկունեն, որովհետեւ խաչեն յետ հարություն, հարութենեն յետ ազատություն շնորհեց մարդկության։ Եթե մենք ամբողջ մեծ բակը հիշադակեցինք շարականներով, երգերով, պատգամներով, ավետարանական ընթերցումներով, շաբաթ ամբողջ ավակ շաբաթ դոնեցինք եւ մեր հոգիի եւ մտքի տրները դագավին փագեն, գնշանակե թե սխալ բան մգա մեր մեջ։ Պետք է այսօր անդրադառնանք երկրորդ առիթը գուդամեզի մեր Տեր Հիսուս Քրիստոս նոր գիրագի օրը նորոգվիլ գրկնազադիգի օր եթե առիթ չունեցանք առաջին զադիգին մեր հոգիը մտքի տրները փանալու հավասիկ երկրորդ գիրագին որ նոր գիրագի է եւ գրկնազադիգ է առիթ է մեզի համար մեր մտքերը հոգիները մեր սրտերը փանալու աստուծո լույսին քիչ առաջ սարգսակը որ գարտած ավետարանըոնսավ անոնք որ հավատացին եւ հետևեցան գոչվեցան լույսի որդիներ իսկ անոնք որոնք չհավատացին տրները կոց մնաց իրենց մտքի եւ հոգի դարձան խավարի որդիներ եւ գսե անոնց գործերը խավարի գործեր են անոնք կվախնան լույսին մոտենալու որովհետև լույսը մարդս իր իրականության մեջ կհայտնե լույսը նաև թադավոր է գտադե մարդիկը ճիշտ անոր համար հանցավոր մարդիկ լույսին դակ չեն կար հանցավոր մարդիկ Քրիստոսի չեն մոտենար հանցավոր մարդիկ իրենց հոգի տրները չեն փանար ավետարանի լույսին դիմաց այլ կմնան խավարի մեջ ինչպես որ Հիսուսի 13-րդ աշակերտը խավարի մեջ մնաց եւ գնաց իր մահավճիրը ինք ստորագրեց եւ իր ցերկով նալ կորձատրեց գնաց բատմության աղբանոցին մեջ այսօր մարդիկ կսարսափին երևակայեցեք առաքյալներու անունով բազում մարդիկներ կան օրը մեկը կհամարցակի իր զավգին անունը հութատնելու բացարձակ վախեն առաջացած աշակերտներու փագումին նման քանի անգամ մենք եւս փագված ենք մեր ներաշխարհին մեջ մեր անձերուն մեջ ու աշակերտներու նման գբավդինք ցանկեն եկած դժվարություններու անորոշություններու դիմաց եւ ասկե մեկնելով թե փագվիլը դերի գունենա այն ժամանակ երբ մենք ամենադժվար վիճակներու մեջ Տույլ գուդանք, որ վախը դիրաբեդե մեր վրա, որուն որպես հետևանք գպագենք նաև մեր սրդի, մտքի և հոգի տրները։ Սուրբ հոգին գհերացնե վախը և գմխիտարե մեզ գսե ավետարանը։ Ավետարանը սակայն մեզի գբարկև է հարուցյալին շնորհած թարմանը Սուրբ հոգին ան մեզ գազադե ամեն տեսակի վախեն եւ բանդեն երբ առաքյալները Սուրբ հոգին գտնունին դուրս կան վերնադունեն եւ գմեկնին ամբողջ աշխարհը ներելու մարդոց հանցանքները բժշկելու մարդոց հիվանդություններն ու ցավերը դարաձելու բարի լուրը եւ Սուրբ հոգին մեզ զգալ գուտա աստուծո մոդիգությունը
որ Աստված մոտ է մեզի, մենք հեռացած ենք Աստուծո։ Ու այդպիսով է, որ Աստված Աստուծո սերը գհեռացնե վախը մեր մեջ են եւ գլուսավորե մեր ճանապարհը, գմխիտարե երբեմն դժվարություններու ժամանակ մեր ագանչին մեջ ցայնը գլսենք, այսպես ըրե։ Եթե ագանչդ կոց է, հոգիդ տրները կոց է, չես լսեր։ Սուրբ հոգին, որովհետև երբ կներկործե մեր մեջ կխոսի մեզի հետ։ Մեզի թև թիկուն կգանքնի դժվարություններու մեջ։ Քրիստոսի հարությունը մեզի կպատկամե։ Անդեսել բոլոր փակված դռները եւ դեսնել բացված դռները։ Փակ դրան դիմաց կգենանք եւ գողպանք, գուլանք, կծավինք, լավ վերջը։ Մի դեսներ փակ դուրը, գսե ավետարանը, այլ դես բաց դուրը։ Մեր մեծ հայրիկները, մեծ մայրիկները, մեր ծնողները երբեմն մեզի գխրադեին, երբ կյանքի դժվարության կամ ցախողության մտիմաց գտնվինք։ Մի նեղվիր դղաս, Աստված մեկ դուրը կփագե, ինչ կնե, ով գիտե, հազարատ դուր կպանա դիմացդ, կարևորը տուն, փակ դուրին յետև գենալով, փակ սրդով, փակ մտքով մի գենար, այլ փակ դուրը ցկե հանդես է, դարձիր եւ բաց դռներ փնդրե, անպայման պիտի գտնես։ Եթե դուրը փակվի, մեկ այլ դուրը կբացվի մեր դիմաց, եւ այնպես մենք հաջող ափսոսանքով գնայինք փակված դռներուն, ուստի չենք կրնար տեսնել մեր արջև բացված դռները եւ յանքի դժվարությունները մեզալ դժվարության կմատնեն։ Անպայման բոլորիս յանքին դեվողության եղած են այնպիսի բահեր, երբ դհրաժարիկ ամեն ինչ է, հուսահատած, հուսալքված, եւ ցերկ կքաշենք ամեն գործը, եւ գսենք այլևս գարելի չի անտուրժել, գպավե այլևս, գդխրինք, գդրտմինք, մեր ժամանակը կանցնենք, փակված դռներուն յետին, սխալով եւ մտածելով, թե ինչու փակված են անում, ինչու չենք հաջողած մեր գործերուն մեջ, արդյոք բնության մեջ գա արարածը մարդեն զատ, որ գնե մեր ըրածը, օրինակ, ձարը աշնան իր դերևները կտապե, իր ջուղերը օրմը կկանքադին, ինչու մեր դերևները տապեցան աշնան, որը դանոնք հույս ունին, որ կարնան, նոր թուր պիտի բացվի, նոր դերևներ պիտի ձլին ու ձաղգին եւ պիտի բդղապերին ամրան։ Ավասիկ մեր ըրածը ճիշտ այս է։ Մենք կհենվինք այդ փակ դռներուն ու հարց կտանք, թե ինչու բարդված ենք յանքի մեջ, ինչու գործունեացած ենք ամեն ինչ, ինչու այդ դռները անգամ եւս չեն բացվիր մեր առջև, անգամ որ նույնիսկ նայինք եւ խորինք, թե երբ դուրը փակվի, դագավին բացվելիք այնքան դռներ կան մեր դիմաց, բնականաբար մենք կգարձենք, թե արդակին ուժերը կշրջափակեն մեզ եւ մեր ջարաբարները, կմոռնանք, թե հագատրություններով, հագասություններով հյուսված կյանքը զանազան անհաջողություններով լեցուն է, արգելքներով կամ չարիքներով հանդերձ լի է նաեւ բարիքներով, բարիքը չենք տեսներ եւ միշտ չարիքներու կամ կոստրներու մասին կմտածենք։ Միան պետք է գարենալ դեսնել զանոնք։ Եթե կյանքը իմաստասիրությունը գսե, եթե կյանքը քարեր գտնե ու ջամփուտ դիմաց, պիտի գնաս այդ քարերուն առջև, բայց իմաստասիրությունը նաև գսե, որ այդ քարերը հավաքե եւ բարիսպներ շինե, առաստաղ շինե եւ անոր դագը աբաստանիր։ Ջամփուտ վրա քարեր գա օգտագործե այդ քարերը։ Այն սխալները, որ մենք ունենք եւ ցաղողած ենք,
անոնք մեզի փորձառություն պետք է շահիլ դան։ Եվ նույնն էր առաքյալներուն վիճակը։ Ամեն ինչ դեսան, բայց հանգարց Հիսուս հեռացավ իրենց մե, փակ դռներու ետև գեցան եւ սկսան ողբալ իրենց վիճակին։ Մինչդեռ ահավասիկ ավետարանը այսօր մեզի երկրորդ առիթ մգուտա նոր գիրագին նորոգվելու։ Մորցեք Հիսուսի մատնությունը, խաչելությունը, հիշեցեք հարությունը, որովհետև հարությունն է քրիստոնեության հիմքը եւ ամեն մեկ քրիստոնեական եկեղեցի կամ հավատացյալ հիմնված է Քրիստոսի հարության վրա։ Այսօր Քրիստոս նաև պիտի այցելե մեզ յուրաքանչյուրին, եթե հավատ ունենք անշուշտ, պիտի բանա մեր հոգիի մտքի դռները, որովհետեւ մենք այլևս փակված դրան ետև գենալով չլանք եւ չողբանք։ Ինչպես որ այսօրվա արդվա շարականը շատ գեղեցկորեն ասավ, Հիսուս եկավ այդ կարացած սրդերը եւ գղզիները օվասիսի վերածեց եւ ճուր դվավ եւ այդ ճուրով ծաղկեցավ եւ այսօր գշարունակվի։ Հետևաբար շնորհավոր լա բոլորիս նոր գիրագին եւ գրկնազադիգը դերը օրտնեցես հիմա Հավիդյանս Հավիդենից ամեն